Թող լինի սև։ Բայղուշ։ Ստարտը իր ելույթով Ալիևը տվեց։ Թաքնվածը շատ սարսափելի եւ վախենալու իրականություն։ Իր իշխանության հիմքը կարա փլվի։ Երրորդ երկրների ռազմական ներկայացվածություն, երրորդ երկրներ, որոնք վստահելի են Ադրբեջանի համար։ Թուրքիա։ Դա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է։ Ուզում հասկանալ, ասենք Հատուկ քաղաքացիական մարդիկ են գալիս։ Նախկին դատապարտյալներ են, որոնց օրինակ ամնիստիայով բաց են թողել, որպեսզի բնակեցնեն Հայաստանում ինքը X պահի անի X գործողություն։ Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում Cast of Podcast-ի հերթական թողարկումն է եւ այսօր իմ հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ, ըստ հաղորդման կանոնների, ֆոնի գույնը, ինչպես ասում եք, կանաչ տաղավարում ենք, որոշում է հյուրը։ Ինչ գույնի ֆոն եք ուզում որ լինի։ Թող լինի սև։ Այսպես լավ է։ Մի քանի օր առաջ Facebook-ն ստատուս է գրել, որ գիտական աշխատություն է անում, գիտական աշխատանք է կատարում ու ինչ-որ հատվածներ նույնիսկ հրապարակել էր Արևմտյան Ադրբեջան հետ եզրույթի հետ կապված։ Մինչև դրան անդրադառնալ, մի հատ հետաքրքիր այսպես երևույթի մասին եմ ուզում խոսանք։ Դες առաջի անգամ, երբ որ սկսեցին խոսել անկլավներից, ճիշտ ունեն չէ իրանք նետում են դաշտ ու սպասում են դրան ինչ կլինի կամ իրենք են զարգացումներ ուղղորդում։ Երբ որ մենք լրագրողները սկսեցինք խոսել, երբ որ գնում էինք այդ հատվածները նկարաններ էինք անում, դա այն ամենասկզբներն էր, որ հələ ուղղակի խոսակցությունների մակարդակով էր ու պլյուս նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ ինչ-որ տես կետ կար, որը որ կասկածներ էր առաջացրել մարդկանց մեջ ու որևէ այսպես նորմալ բացատրություն չկար։ Երբ որ մենք սկսել էինք արդեն զբաղվել այդ հարցով, ուսումնասիրել, գնալ այդ տարածքները, նկարել մարդկանց հարցեր տալ, ինչ-որ մի խումբ, հիմնական միած սազանդարները, կլինի այդ լրագրողների տեսքով, իշխանավորների տեսքով, ասում են այդ խոսակցությունները հավասարացրեցին որ չուսլի կոնսպիրոլոգիայի, էլի, որ դավադրությունների տեսության ու ոչ adekvat էր թվում այն մարդը, որ սկսում էր դրանցից խոսալ, ու այդ տևեց այնքան, որ նաև այնտեղի բնակիչները, ասեք, իզ մի երկու անգամ ամենը լարել են ոսկեպարից, էլի, գիաղաններով, ու այդ տևեց այնքան, մինչև մեկ էլ բարև ձեզ իրանցում այս այսպես կոչված սահմանազատում, սահմանագծումը եղավ։ Հետո նույն ձևի, նույն բառամթերքով էլի արժեզրկում ու այսպես ծաղրում էին բոլոր մարդկանց, ովքեր ինչ որ կերպ անդրադառնում են այդ Սյունիքի միջանցք կոչվածին ու հետո եղավ թրիփը, ու հələ հասկանալի չի եղավ թե չէ, ամեն դեպքում ինչ որ այսպես պաշտոնական ֆորմա ստացավ։ Հիմա արդեն այդ ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցություններն են նույն մակարդակի արժեզրկվում, հավասարվում կոնսպիրոլոգիայի, սկսած օրինակ նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ 300,000 ադրբեջանցի կոչվածից, վերջացրած այդ Արևմտյան Ադրբեջանի եզրույթից, ստեղ ձեռն առնում, այնտեղ լուրջ ինչ-որ գիտաժողովներ են անում, ինչ տեխնոլոգիա է ընդհանրապես, որ նմանատիպ այդպես տանում են ու արդյոք ռեալ վտանգ կա այդ Արևմտյան Ադրբեջանի կամ չգիտեմ, ինչ-որ X քանակի ադրբեջանցիների վերադարձի Հայաստան։ Այդ տեխնոլոգիան շատ պարզ է, արժեզրկել եւ անլրջացնել ցանկացած դիսկուրս, որպեսզի հասարակության մոտ զգոնությունը թուլանա, հարցի հանդեպ լուրջ վերաբերմունքը, դրա վտանգների վերլուծությունը, զգոնությունը եւ մնացած ամեն ինչը բթանա մարդկանց մոտ։ Այդ տեխնոլոգիան շատ պարզ է, կիրառվում է արդեն 8 տարի շարունակ։ Ցանկացած ռիսկ եւ վտանգ պարունակող թեման անլրջացնել, մարդկանց ով դրա մասին ահազանգում է հեգնել կամ արժեզրկել իրենց մասնագիտական արժեքը եւ կոմպետենցիան, ասել օրինակ ոչ մի բանից այս մարդը չի հասկանում, փորձագետ չի, մի լսեք իրան։ Ալարմիստ է։ Հա, բայղուշ։ Ամենահաճախ իմ մասին բանը, բայց երբ որ դու 8 տարի շարունակ դրա հետ բախվում ես, անընդհատ քո մասնագիտական դաշտում, հա, սկսած Արցախում պատերազմի, գալիք պատերազմի կանխատեսումից, տես իրենք ինչ են անում, ասում են, որտեղից դուք այդ ամեն ինչը գիտեք, որ լինելու է սենց կամնեց։
Հա, դու փորձում ես բացատրել, երբ որ մարդը 15-20 տարի մի թեմայով զբաղվում է, կան օրինաչափություններ, կա գիտություն, կա ինչ որ մեխանիզմներ, որոնք քո համար ակնհայտ են։ Օրինակ, եթե դու տեսել ես ամեն անգամ Ադրբեջանը հարձակման պատրաստվելուց առաջ ինչ գործողություններ է իրականացնում, երբ որ դու այդ օրինաչափությունը դուրս ես բերում, դու հասկանում ես, որ ինքը հավանաբար պատրաստվում է հարձակման, ինչի մասին եւ բարձրաձայնում ես, հա։ Եվ ամեն անգամ, երբ որ քո կանխատեսումները իրականանում են, հետո մարդիկ ասում են, բա ինչի ավելի համոզիչ չէիք զգուշացնում, հա, էդ էլ ես լսում, որտեվ երբ որ դու զգուշացնում ես, ասում են բայղուշ ես, երբ որ իրականանում այն ամեն ինչը վատագույն, ամենավատագույն սցենարով, հա, ցավոք սրտի ամեն անգամ մեր համար, քեզ ասում են, բախի նես չէիր բացատրում, որ հավատայինք։ Ու տենց Կասանդրայի սինդրոմով են տառապում մարդիկ, որոնք մասնագիտացած են հենց Ադրբեջանի ուղղությամբ կամ տարածաշրջանի, հա, որովհետև դու ամեն անգամ բացատրում ես ինչա լինում, քեզ չեն լսում, հետո դա տեղի է ունենում, հետո էլի մեղավոր ես դու, որ լավ չէիր բացատրում։ Հիմա, ինչ վերաբերում է այդ արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների բնակեցման ծրագրին, հա, ինչի է այդ թեման նույնպես անլրջացվում եւ բերվում ինչ որ շատ պրիմիտիվ մակարդակի, որովհետև դրա տակ այդ այսբերգի sense գագաթնա փոքրիկ, որի տակ թաքնված է շատ սարսափելի եւ վախենալու իրականություն, որ արդեն իրականություն է, հա, ինչի են փորձում իշխանությունները մեզ համոզել, որ դա ընդամենը ինչ որ մի հատ ՀԿ-ի կազմակերպած ինչ որ մասնավոր միջոցառումներ են, որովհետև դա այդպես չի։ Դա ակնհայտ սուտ է եւ Ալիևը գնում ելույթեր ունենում իրենց։ Ալիևին թողնենք մի կողմ։ Արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսությունը, արի մի հատ հիմքից գանք հասկանանք այդ ինչա առհասարակ, հա։ Հեյդար Ալիևը 98 թվականից այդ գաղափարախոսության հիմքը դրել է իրենց դասագրքերում, գիտական աշխատանքներում, ԶԼՄ-ներում, փորձագիտական մակարդակում, կրոնական գործիչների, քաղաքական գործիչների, այսինքն բոլոր հնարավոր լծակները, որ ունի պետությունը եւ պետական համակարգը առաջ տանելու ինչ որ հայեցակարգ, իրանք 98 թվականից դրա հիմքը դրել են։ Շարունակական է ստաֆետան վերցրել այլ Համալիևը, բայց 2020 թվականի պատերազմից հետո ինչու կտրուկ այդ դիսկուրսը դարձավ մեյնստրիմ Ադրբեջանում։ Դա էլ է պետք հասկանալ, ինչն էր խնդիրը, որովհետև պատերազմից հետո, երբ որ էյֆորիան Ադրբեջանում ավարտվեց, Ալիևը հստակ հասկացավ, որ իրան պետքա նոր գաղափարախոսություն, որը միավորի իրենց հասարակությունը երկրի ներսում։ Այո։ Պետք էր նոր ինչ որ point, որին բոլորով պետքա ձգտեն իրենց նոր ազգային գաղափարախոսական միտք, որտեղ 30 տարի շարունակ դա իրենց համար Արցախն էր, եւ պատերազմում հաղթանակից հետո ինքը հասկացավ, որ այդ կոնստրուկտը էյֆորիան երբ որ իջնի, կարա փլվի, իր իշխանության հիմքը կարա փլվի։ Իրան պետք էր նոր գաղափարախոսություն եւ նոր գաղափարախոսությունը դա Ադրբեջանի իբր, հա, պատմական հողերը եւ այդտեղ իբր վերադարձը, հա, ինչի իբր վերադարձը, որովհետեւ հիմա կգանք դրան եւ կբացատրեմ ինչի չի կարելի ասել վերադարձ։ Ինչ սկսվեց պատերազմից հետո մասշտաբային պետական քաղաքականությունը ինչպես սկսվեց։ Իրենք բացեցին այդ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի գրասենյակը, Ալիևը քո ասած, այդտեղ ելույթ ունեցավ, մեծ ծրագրային ելույթ, որտեղ հատ-հատ նշեց, ինչպես են իրենք պատրաստվում այդ նպատակին հասնել։ Դա կես տարվա նպատակ չէր, մի տարվա չէր, դա տասնամյակների պլանավորումը, որի ստարտը իր ելույթով Ալիևը տվեց։ Երբ որ հրապարակվեց ծրագիրը, այդտեղ մանրակրկիտ նշած է, ինչա պահանջում Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների բնակեցման անվտանգությունը ապահովելու համար։ Օրինակ, երրորդ երկրների ռազմական ներկայացվածություն, երրորդ երկրներ, որոնք վստահելի են Ադրբեջանի համար։ Թուրքիա։ Ենթադրենք, չգիտեմ, Ղազախստան, Բելարուս, չգիտես,
ինչ որ մի երկրի զինված ներկայություն Հայաստանի Հանրապետության տարածքում, որը ապահովելու է կոմպակտ բնակեցված ադրբեջանցիների անվտանգությունը այստեղ։ Դա մեկ, հա, ռիսկային հարց մեր համար։ Երկրորդը, իրենք պետք է դառնան լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության հասարակության մեջ, ինտեգրվեն եւ ունենան բոլոր իրավունքները, ինչպես եւ մենք, եւ հաճախակի նույնիսկ ավել, քան մենք։ Որպես փոքրամասնություն։ Դա երկրորդ պահանջը։ Երրորդ պահանջը, բնակեցումը պետքա իրականանա նախկին վայրերում, որտեղ բնակվել են սովետական միության ժամանակ ադրբեջանցիներ։ Որ հատվածում մասիս էս մենակ դա մեքենայում վերանիկում։ Իրանք ցավոք սրտի կոմպակտ բնակեցման տարբեր գյուղեր ունեցել են եւ Գեղարքունիքում, եւ Շիրակի մարզում, Երևանում, Վայոց ձորում, Արարատի մարզում, Սյունիքում, այսինքն փոքր կոմպակտ բնակեցման, այսինքն դա իրենց պատկերացրած միած այդ փակ ռեզերվացիա չի, հասկանում ես, մի հատ գյուղի տարածք տաս, գնան այսպես փակ զինված, չէ։ Այսինքն Հայաստանի ամբողջ իրենք պատրաստվում են ամբողջ տարածքում Հայաստանի տարածվել, եւ հիմա տես, ես թվարկում եմ հերթով իրենց նպատակները, որոնք դրված են, հա։ Հաջորդը օրինակ նյութականն է։ Իրենք պատրաստվում են Հայաստանից պահանջել նաև ֆինանսական փոխհատուցում։ Անկախ նրանից, որ իրենք դրա որևէ իրավական հիմք եւ իրավունք չունեն, ի տարբերություն օրինակ հայերի, որոնք Ադրբեջանից ջարդերի արդյունքում, էթնիկ զտումների արդյունքում ստիպված են եղել իրենց կյանքը փրկելու համար փախնել։ Բայց տես, իրենք որպես պետություն կանգնած են եւ այդ թվում եւ միջազգային տարբեր կառույցներում բարձրաձայնելով եւ նյութական փոխհատուցման հարց եւ մշակութային կոթողների հարցեր եւ դեմոգրաֆիկ եւ այլն, հա, իրենք այդ հարցը տանում են առաջ, այդ թվում նաեւ միջազգային կառույցներում։ Հայաստանի իշխանությունները, որոնք հայելային շատ ավելի բարդ кейս ունեն Ադրբեջանի տարածքում, նույն չգիտեմ, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայերի, հա, ջարդերի պատմություններ, այնտեղ կան քրեական գործեր, վերջ-վերջո մեծ աշխատանք կա կատարված այդ ուղղությամբ, ապացուցողական բազա կա հավաքված, հա, եւ այդ մարդիկ եւ գույքային վնաս են կրել, մշակութային եւ կրոնական կոթողների մասով առանձին չխոսեմ, այսինքն մենք ունենք բազմաթիվ փաստեր, որոնք կարող ենք հայելային օգտագործել, բայց Հայաստանի իշխանությունները դա միտումնավոր եւ դիտավորյալ չեն անում, բաց թողնելով այդ դաշտը, որպեսզի գրավի միայն ադրբեջանական դիրքորոշումը։ Այլ հարց կլիներ, եթե իրանք չունենային այդ բազան կամ չիմանային, որ դա կա, չէ, իրանք գիտեն, իրանք ունեն, եւ իրանք դիտավորել դա չեն օգտագործում։ Ինչու՞։ Որովհետեւ իրենց պետք չի հայելային ադրբեջանցիների այստեղ բնակեցում, հայերի Ադրբեջանում իրավունքների վերականգնում։ Իրանց պետք է, որպեսզի դիսկուրսը լինի ադրբեջանցիները այստեղ, հայեր Արցախում։ Իրենք իջեցրել են այդ մակարդակի դիսկուրսը։ Այսինքն իրենք դուրս են բերել 450-500 հազարանոց հայկական համայնքը, որը ԽՍՀՄ շրջանում բնակվել է Ադրբեջանի տարածքում։ Իրենց առհասարակ դուրս են թողել այդ ամբողջ դիսկուրսի մեջից եւ բերել իջացրել են, եթե չեք ուզում, որ ադրբեջանցիները գան, ուրեմն հայերն էլ չպետք է Արցախում ապրեն, այդ մակարդակի։ Ինչը եւ իրավական, եւ քաղաքական, եւ դիվանագիտական բոլոր առումներով անընդունելի դիսկուրս է, որովհետեւ համարժեքության խնդիր կա այստեղ։ Դա որևէ կերպ չի նպաստում Հայաստանի շահերին, այն ինչ որ իրենք հիմա անում են։ Դա նպաստում է միմիայն Ադրբեջանի շահերին, որովհետեւ այդ դիսկուրսը, որի մեջ չկան 500,000 հայեր, որոնք ջարդերի, էթնիկ զտումների են ենթարկվել եւ կրկնեմ, կան քրեական գործեր դեռ սովետական միության շրջանում, Սումգայիթի кейսերով։ Այսինքն այդ մարդկանց իրավունքների խախտումը ոչ մեկ զբաղվել չի պատրաստվում եւ բոլորը կենտրոնացել են այդ հիմար ձևակերպման վրա։ Եթե չեք ուզում այստեղ, այսինքն շանտաժի վրա,
հասկանում ես, պրիմիտիվ շանտաժի վրա, չեք ուզում այստեղ ադրբեջանցիներ կան, թե ուրեմն հայերն են Արցախ։ Եթե ես չընտրվեմ սեպտեմբերի պատերազմը անելու, այդ բացարձակ նույն մակարդակի շանտաժ է դա։ Հիմա գանք 300,000 ադրբեջանցու դիսկուրս։ Այսինքն հասկացանք, որ սա պետական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից, հա, եւ կրթական գիտական համակարգում եւ կրոնական պատմամշակութային մակարդակում, քաղաքական, դիվանագիտական, այսինքն այդ կառույցի ներկայացուցիչները իրենք ունեն պարլամենտում օրինակ հատուկ հանձնաժողով, որը զբաղվում այդ հարցով։ Իրենք այդ այսպես կոչված համայնքի ղեկավարը գործող հիմա պատգամավոր է։ Իրենք պաշտոնական պատվիրակություններով մեկնում են տարբեր միջազգային կառույցներ, ունենում են հանդիպումներ, ներկայացնում են իրենց դիրքորոշումը։ Իրենք պաշտոնական նամակներ են գրում միջազգային կառույցներին։ Միջազգային տարբեր պատվիրակություններ, որոնք գնում են Ադրբեջան, իրենք հանդիպում են պաշտոնական մակարդակում այդ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսինքն սա պետական քաղաքականության բաղադրիչներից մեկն է։ Այդ կոնֆերանսները, որոնք կազմակերպվում են հիմա Նախիջևանի կոնֆերանսի շուրջ շուխուրը մեծ է, իրականում 3 տարի շարունակ բազմաթիվ նման միջոցառումներ են տեղի ունենում։ Միջազգային կոնֆերանսներ, տարատեսակ ինչ-որ փառատոններ եւ այլն։ Երկրորդ ալիքն է այս թեմայի խոսակցության։ Երկրորդ էլ չի, մեծ հաշվով։ Չէ, մեր երկրի ներսում խոսակցությունների մակարդակով եմ ասում։ 2022 թվականից սկսած մասնագետները դրա մասին խոսում են։ Այո, սկզբից դրան վերաբերում էին անլուրջ։ Հիմա փորձում են ասել դե հա, այդ դիսկուրսը Ադրբեջանում կա, բայց պետական մակարդակով չի։ Շուտով, երբ որ արդեն էլ հնարավոր չլինի հերքել նաև դա, կասեն դե հա, պետական մակարդակով, բայց եւ հա, հերթական այսպես քիչ-քիչ գալու են նրան, ինչի մասին մենք դեռ 2022 թվականին զգուշացնում ենք, որ լինելու է, հա։ Ամեն անգամ նույն սցենարով է, բայց ինչն է այստեղ կարևոր, այդ ադրբեջանցիների այստեղ բնակեցման ծրագիրը։ Ալիևը դրա մասին խոսում է անընդհատ։ Այսինքն այդպես չի, որ ինքը մի անգամ դրա մասին այդ ելույթ ունեցավ, անցավ գնաց, ոչ։ Ցանկացած ինչ-որ միջազգային կառույցի ներկայացուցիչով գալիս է իր երկիր ինքն է ինչ-որ տեղ գնում, ինքը անընդհատ խոսում է դրա մասին, որ ադրբեջանցիները պետք է բնակեցվեն Հայաստանի տարածքում, ճիշտ է, մենք ռազմական ճանապարհով չենք դա անելու, այսինքն մենք արդեն տանկերով չենք գնալու Հայաստան, մենք գնալու ենք ավտոմեքենաներով, հա, այսինքն ինքը ասում է, որ այս էքսպանսիան մենք արդեն ռազմական ճանապարհով չենք անելու։ Այս էքսպանսիան լինելու է շատ ավելի ձեր համար աննկատ, շատ ավելի սենց ընդհատակյա, շատ ավելի այսպես սողացող, եւ դուք ինչ որ մի առավոտ արթնանալու եք եւ հասկանաք, որ դուք ձեր երկրում ավելի քիչ իրավունք ունեք, քան ձեր դիմացի հարևան ադրբեջանցին, որովհետեւ Իրանը պաշտպանում համակարգը, ոչ թե ձեզ։ Ու բուն բնակեցման վերաբերյալ, հա, այս պահի դրությամբ, օրինակ Ալիևը չի ասում իրան տուն տվեք, այդ ադրբեջանցին գա տեղ ապրի։ Ինքը ասում է, օքեյ, տվեք հնարավորություն, մեխանիզմ։ Թող գա, ստանա քաղաքացիություն, մնացածը թողեք իմ վրա։ Իսկ ո՞նց է եղել դա սովետի ժամանակ։ Այդ այնց մի հատ հովիվ եկել է, ասել է, եկեք այս արտերը միասին արածացնենք։ Մեկը պարտվել է։ Հետո մի պալատկա է խփել, հետո այդ պալատկան տենց մի քիչ ամրացրել է, հետո բերել է կնիկ երեխեք, հետո եկել են բարեկամներ, հետո ասել են, բա մեզ փոստ է պետք, որ զանգենք, նամակ գրենք մեր բարեկամներին Ադրբեջանում, դարել է ինչ որ X բնակավայր։ Հետո այդ բնակավայրը մեծացել է, միշտ ինչ որ զուգադիպությամբ այդ բնակավայրերը ձևավորվում են մեր համար ռազմավարական ամենակարևոր կետերում, ինչ որ բարձունքներում, գետերի հուներում, հասկանում ես, այն վայրերում, որոնք մեր համար ռազմավարական կարևորություն ունեցող տեղեր են, հասկանում ես, ու հիմա էլ այդ մոտեցումը, որ դե լավ այդ սարի վրա տարվա կեսը ձունա մեզ պետք է, այդ սարը վիճակում մեզ պետք էր դժգույն դժբախտ Շուշին։ Այդ այս մոտեցման արդյունքում իրենք լայնացնում են իրենց բնակության տարածքը մեր հաշվին։ Եվ ես քեզ ասեմ, նույնիսկ այն դիսկուրսը, որ հիմա հասարակության մեջ ներմուծում են, որ
Ինչ վատ ենք ապրել իրար հետ սովետի Դե ժամանակ։ շատ է արդեն։ Հա, սովորաբար երբ որ ես դա լսում եմ, ու կստати նես տարիքի մարդիկ են ասում, որոնք չեն էլ ապրել, չեն տեսել սովետ հետ կապ չունի։ Հա, դա նշանակում է, որ դա քարոզչական թեզ է, որ այդ մարդու ենթագիտակցության մեջ իշխանական քարոզչությունը նստածում է։ Նայ, եթե դու մասնագետ ես, դու շատ արագ դրա հակափաստարկները սկսում ես պատմել, որ գիտես այդ խաղաղ իրար հետ ապրելը այդքան էլ խաղաղ չի եղել ու կենցաղային մակարդակում միշտ կոնֆլիկտային է եղել հարաբերությունները։ Եթե ուզում եք պատմություններ հարցրեք, չգիտեմ, Ստեփանակերտում ապրող հայերին, որոնք Աղդամի կողքով փորձում էին անցնեին ինչ որ տեղ գնային, հա, A-կետից B կետ։ Էլեմենտար մի հատ փորձեք հարցրեք սովետի ժամանակ դա ոնց էր տեղի ունենում։ Երկրորդը այդ իբր խաղաղ իբր եղբայրությունը, իբր լավ փոխհարաբերությունները ավարտվեցին հայերի ջարդերով։ Ու միայն Բաքվում ու որովհետեւ սերը եղբայրական էլի մի օրվա մեջ ինքը չի եղել։ Հա, այդ եմ ասում էլ որովհետեւ նայ, էլի կրկին որպես մարդ, որը շփվել է եւ Սումգայիթի եւ Բաքվի ջարդերից փրկված փախած հայերի հետ, իրանք էլ վստահեցնում եմ քեզ միջով վերջի օրը չէին հավատում, որ հնարավոր է։ Որովհետև քեզ միշտ բոլորը նույն բանն են պատասխանում։ Ասում են, դե ոնց, մենք այնտեղ պաշտոններ, հարգանք, տուն-տեղ, աշխատանք, ամեն ինչ։ Նորմալ Սաղ ապրում ենք, մուլտիկուլտուրալ քաղաք էր Բաքուն, ոնց կարա մտքովդ անցնի, որ Դեմիդ հարևանը կարա տապորով գա ձեր տուն։ Ինչ որ մի առավոտ տեն զարթնի, դուռը ծեծի, բացես, ինքը գա քեզ սպանելու։ Հա, բայց դա եղել է։ Ու երբ որ ես լսում եմ այդ մարդկանց, ասում լավ, Սումգայիթից հետո եւս 2 տարի չեք շարունակել այդտեղ ապրել։ Խիտ սաղ չեք թողել, գնացել անվտանգ վայր։ Էլի իրանց մոտ այդ քարոզչության արդյունքում, որ չէ դե եղբայրություն, հարևանություն եւ այլն, իրանց մտքով վստահեցնում եմ քեզ։ Չէր անցնում, որ դա հնարավոր։ Ինչպես երբ օրինակի մեծ տատու ծնողների մտքով չէր անցնում։ Հասկանում ես, որ գալու են իրանց մորթելու 15 թվին։ Ոնց դե էլի նորմալ ապահով, հարուստ, ազնվական ընտանիք, սա ոնց կարար տենց բան լիներ, ոնց կարան քո, չգիտեմ, քո վրա աշխատող քրդերը կամ թուրքերը կան քեզ մի օր սպանելու։ Բայց եկան։ Եվ ամեն անգամ, երբ որ իրանք գալիս են, այդ չգիտեմ մեր ինքնապաշտպանական բնազդի հետ ինչը այն չի, էլի, որ ամեն անգամ գալիս են, ամեն անգամ մենք շատ զարմանում ենք, թե խի էլի եկան։ Просто Թուրքիա ուրիշը վերնի, լրիվ։ Հա, որովհետև այդ մարդկանց ոչ քաղաքականությունն է փոխվել այդ 100 տարվա մեջ։ 3 անգամ Բաքվում հայերի ջարդեր են եղել 20-րդ դարի ընթացքում, 3 անգամ։ Այսինքն ոչինչ չի փոխվել հիմա։ Էլի եթե այնտեղ ապրեն հայեր, էլի դա ավարտվելու է ջարդերով։ Ոչ իրենց գաղափարախոսությունն է, ոչ նույն կրթական, դաստիարակչական ծրագրերն են։ Ավելի ագրեսիվ են, ավելի, շատ ավելի, շատ ավելի։ Այսինքն ինչն է մեզ հիմք տալիս մտածելու, որ իրանք ինչ որ բան փոխվել է, իրանք ասում են, չէ, ինգեր չի փոխվել։ Մենք ձեզ վերաբերվում ենք շատ ավելի վատ։ Քան երբևէ դուք կմտածեիք։ Վերադառնանք այդ 300,000 ադրբեջանցիների թեզին։ Այդ ինչ է, այդ թիվը որտեղից ծնվեց, որտեղ սկզբում մի քիչ ուրիշ թեմի մասին էր խոսքը գնում, ավելի շատ դաժե։ Նայ, այստեղ խնդիրը A թիվը չի, B, որտեղից է այդ թիվը։ Միջազգային ստանդարտներով փախստական համարվում են ոչ միայն մարդիկ, որոնք ունեն այդ կարգավիճակը, այլ իրենց բոլոր ժառանգները եւ ընտանիքի անդամներ։ Այսինքն, եթե X այստեղից գնացել է 100,000 ադրբեջանցի, իրանք բազմապատկվել են 30 տարվա ընթացքում եւ իրենց բոլոր ընտանիքի անդամները ավտոմատ ունեն այդ կարգավիճակը։ Եթե իրենք չեն վերցրել քաղաքացիություն, չեն նատուրալիզացվել Ադրբեջանում, չեն գնացել երրորդ երկիր քաղաքացիություն, եթե իրենք մնում են որպես փախստականի կարգավիճակով, հա։ Դա արի ֆիքսենք։ Թվերի տեսանկյունից, այո, այդ թիվը կարա մեծացած լինի, մի սերունդ պլյուս արդեն անցելու։ Բայց կրկին, արդյոք այստեղ պատրաստվում են գալ ապրել են մարդիկ, որոնց տատեր, պապեր ժամանակին այստեղ ապրել են։ Արդյոք առհասարակ հնարավոր է ստուգել
օրինակ դա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է, ուզում հասկանայի, ասենք հատուկ ջոկատայիններ են, նախկին դատապարտյալներ են, որոնց օրինակ ամնիստիայով բաց են թողել, որպեսզի բնակեցնեն Հայաստանում ինքը X պահի անի X գործողություն, օրինակ։ Հնարավոր է դա ստուգել եւ վերահսկել, հնարավոր չի։ Առավելևս Ադրբեջանի պայմաններում, թե ում են իրանք պատրաստվում ուղարկել այստեղ ապրելու։ Երբ որ ասում են իրանք իրանց կամքով չեն գալու, այնպես չի, որ Արցախում է իրանց բնակեցումը այդ մարդկանց շատ մեծ կամքով տեղ ունենում։ Էլի չուզելով, էլի բարդություններով, էլի խնդիրներով, բայց անում են, ստիպում են, պարտադրում են, զրկում են տարբեր սոցիալական ինչ-որ աջակցություններից, զրկում են բնակարաններից, պարտադրելով անելանելի իրավիճակի մեջ հաճախակի դնելով այդ մարդկանց, որպեսզի գնան մեր օկուպացված տարածքներում ստիպված ապրեն։ Անում են։ Հիմա տեմպերը կարող է այն չի, ինչ որ իրանք են ակնկալել, շատ ավելի ցածր տեմպերով է դա տեղի ունենում, շատ ավելի բարդ է այդ process-ը, բայց շարունակական է։ Իսկ եթե Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակեցումը պետական քաղաքականություն է Ադրբեջանի համար մոտակա տասնամյակների, դա նշանակում է, որ sense քիչ կամած սկզբից կգան մեկից ինչ-որ բիզնես կվերցնեն, կառնեն հիմնականում Սյունիքում, հա, այդ թրիփի շուրջ։ Հետո չգիտեմ, ինչ-որ մեկի անունով տուն կառնեն, գյուղատնտեսություն իրանցով կանեն։ Ինչ որ մի բան, այս կողմ են կողմ, մի օր կզարթնես, կտենաս, ոնց որ օրինակ, չգիտեմ, Բաթումի վրացիներ։ Մի օր զարթնեցին, տեսան նրանց շուրջը սաղ թուրքական դրոշ։ Որ մեր կողմից մեր դեպքում երկու կողմից է վտանգ, որտեվ այս նաև Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել սահմանը բացել եւ այլն, այդ կողմից էլ է խոսակցություն, որ միաժամանակ են խոսակցությունները գնում, այսինքն երբ որ երկու կողմից այստեղ լրիվ ես չեմ կարող պատկերացնել, այստեղ ինչ է տեղի ունենալու։ Իսկ մի կողմից ընդդեմ բիզնեսներ ու էժան ապրանքը, որ գալու է պրոստը կլանի այստեղ ինչ կա, մյուս կողմից սրանք, ասենք հետո ինչ սպասենք սրանից։ Մեծ արտագաղթ հայերի, անվտանգության զգացողության կորուստ, անարդարության զգացողություն, կտրուկ դեմոգրաֆիական փոփոխություն մի սերունդ հետո։ Ես չհասկացա, то есть ծնելիությունը կիչնի, թե կփոխվի։ Չէ, հայերը կգնան, ադրբեջանցիները կզբաղեցնեն այլազգիները։ Մեր ադրբեջանցիներ չէ։ Դե պայմանական ասած։ Ոչ հայեր։ Հա։ Այսինքն հայկական պետություն որպես այդպեսին դու մի սերունդ հետո նման այս առանց կանխարգելիչ ինչ որ առանց զսպող մեխանիզմների քաղաքականություն եթե շարունակվի մի սերունդ հետո դու որպես այդպեսին հայկական մեծամասնությունով պետություն կարող է չունենաս։ Даже պարլամենտում ներկայացվածության առումով։ Ոչ միայն։ Ազգային փոքրամասնությունները ունեն իրենց ինչ որ իրավունքներ, չէ՞։ Օրինակ, երբ որ Ադրբեջանը ասում է մեր մոտ 30,000 հայ է ապրում, դա իհարկե միֆ է, ու իրականում շատ հետաքրքիր միֆ է, որովհետև իրանց հենց մարդը համարի թվերով որ նայում ես, մարդիկ որոնք բարձրաձայնել են, որ իրանք հայ են, շատ փոքր թվականակ են, հա, ինչ որ 160 քանի հոգի։ Որոնք անկեղծ ասել են, ծպտյալ, չգիտեմ, ինչ որ տատիներ, որոնք ազգանունները փոխել են, որոնք խառը ամուսնությունների արդյունքում մնացել են Ադրբեջանում իրենց ընտանիքների հետ, ամուսինների հետ։ Մի 10 տարի առաջ մոտավորապես 1000-1500 էին հասնում, հիմա մեծ մասը մահացած էլ կլինի, հա, այդ սերնդից։ Բայց միշտ հարց ենք բարձրացնում, օքեյ, եթե կա 30,000 հայ, ազգային փոքրամասնություն, ինչի որպես ազգային փոքրամասնություն իրենց իրավունքները Ադրբեջանում չեն պաշտպանվում։ Կրթություն հայերենով, դասագրքեր, եկեղեցիներ բաց իրենց ծեսերով, հոգևորականներով, չգիտեմ, հաղորդումներ հայերեն լեզվով թերթեր, այն ամեն ինչ որ որպես պետություն Ադրբեջանը պարտավոր է ազգային փոքրամասնությանը ապահովել։ Այդ ժամանակ արդեն դիսկուրսը փոխվում է եւ իրանք ստիպված են լինում ընդունել, որ օքեյ, չկան այդ հայերը, որ դա միֆ է, իրանք գոյություն չունեն։ 30,000 հայի միֆը տոլերանտության իբր
տոլերանտության միֆը ինքն իրանով քանդվում է, երբ որ դու անհարմար հարցեր ես սկսում տալ Ադրբեջան։ Ձեր գիտական աշխատության մասին։ Նեսի իրականում Ինչա ուր եք հասել։ Այդ գիտական աշխատանքը Արմանի հետ մի քանի տարի առաջ սկսեցինք ուսումնասիրել թեման, հավաքել այդ database-ը իր մագիստրոսական թեզի համար։ Եվ արդեն պաշտպանեց 20 ստացավ փայլուն պաշտպանություն էր սա։ Շնորհավոր։ Մերսի։ Ու այդ միտքը եկավ ինձ մոտ, որ քանի որ համակարգված տարիների հետազոտությունը ինչպես է Արևմտյան Ադրբեջանի թեզը զարգացում ապրել, ինչու է դա պետական քաղաքականություն, ինչ են մեզ խափում, որ դա հասարակ ՀԿ-ի ինչ որ բան չի, էլի թեմա չի, որ դա պետական քաղաքականություն է, հակահայկական ռևիզիոնիստական քաղաքականություն է, տարածքային պահանջներ ներկայացնող մեր հանդեպ քաղաքականություն է, փաստացի մի երկրի կողմից, որ այսօր շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, ու դրա մասին էլ առանձնապես ոչ մեկ չի խոսում, հա, որտեվ երբ որ 2022 թվականի սեպտեմբերին եկան տեղավորվեցին մեր տխրահարչակ գենշտաբի պետը ասում էր կսովածանանք գնալ միջև հիմա չեն սովածացել, չեն գնացել։ Հուստ նստած է։ Ու ոչ մեկ միջև հիմա չի ասում ինչ տարածքներ են հանձնվել Ադրբեջանի Հայաստանի Հանրապետության տարածքից, ու ոչ մեկ չի պատասխանում այն հարցին, թե իսկ երբ են պատրաստվում դուրս գալ մեր սուվերեն տարածքից։ Նա ասում են, չէ, այդ մի հարցի պատասխանում, ասես սահմանագծում սահմանազատումը կլինի, այդ բախտ կհասկանանք։ Այդ էլ է հետաքրքիր միֆ, որովհետև Ադրբեջանը ինչ ասում է, այդ սահմանազատումը սահմանագծումը կարող 30 տարի շարունակվի, եւ դրա արդյունքում կարող է պարզվի, որ հեչել մենք պարտավոր չենք այդտեղից դուրս գալ։ Ասում են, որ հերթը հասնի այդ տարածքներին 30 տարուց նոր կերևա մենք вообще պիտի դուրս գանք, թե չէ։ 30 տարի հետո դու իրանց այդտեղից չես հանում։ Չես կարող հանես։ Հասկանում ես, իսկ սահմանագծումը քո ասած սկսում են ամենաամրացված, մեր ամենապաշտպանված Տավուշի հատվածից։ Ոչ թե այդ պրոբլեմատիկ հատվածից, որը հրատապության խնդիր ունի, որ ադրբեջանցիները այդտեղից դուրս գան։ Չէ, իրանք սկսում են մեր համար ամենաապահով տարածքից։ Որը ապահով չի։ Որը բնականաբար սահմանազատման արդյունքում այլևս էլ ապահով չի։ Հիմա լավ ինչ սպասենք, որովհետև այս նույն քաղաքականությունն է գնում, հետո մեկ է մյուրը զարտելու ենք ու ինչ ասեն, ժողովուրդ հեսա գալիս են պատրաստեք, չգիտեմ։ Հեսա գալիս են չի լինելու։ Դու ոնց հալելու այդ process-ը։ Դու չես նկատելու դա, դա սա խնդրեմ։ Դա լինելու է սողացող էքսպանսիա։ Քո համար մինչև ինչ որ մի պես ստարտափ դիտրվի, չէ։ Ինչ որ մի պահից դու խոսացել ենք։ Չգիտեմ, պայմանավորվել ենք։ Պրոստը իրենք իրար մեջ խոսել են։ Ինչ որ մի պահի դու կտենաս, որ, չգիտեմ, կադաստրի կոմիտեն կամ բանը, անձնագրայինը իր տարեկան հաշվետվության մեջ արդեն ոչ թե մի քանի ադրբեջանցու անունը նշում, որոնք գույք են առել կամ բան, հա, այլ կնշի սկզբից տասնյակներով, հարյուրներով, հետո հազարներով։ Քիչ-քիչ է դա տեղի ունենալ։ Հա, աննկատ, այսպես։ Դու այդ new normal-ա դառնալու, այդ Overton-ի պատուհանը քիչ-քիչ կբացվի։ Սկզբից իրանք կգան որպես տուրիստներ, հիմա տես օրինակ պաշտոնյաներ արդեն գնում գալիս են։ Առաջինը դա շոկ էր, երկրորդը արդեն դες մի քիչ ավելի թեթև տարան այդ հետընտրական թոուբոհի մեջ դելեգացիաներ բարբերաբար կգան, հետո չգիտեմ սպորտսմեններ կգան, չոր միջազգային մրցույթների կգան, երաժշտական, հետո տուրիստներ կգան։ Իդեպ այդ սաղ հակառակ ուղղությամբ դու անել չես կարողանա։ Հա, այդ է ուզում։ Ես ու դու չեն կարողանալու պրոստը գնանք Բաքվում սպոսնելու, որտեվ այնտեղ մեր անվտանգությունը ոչ մեկ չի երաշխավորել։ Այնտեղ մեզ ուղղակի աերոպորտից մոտ չեն թողնում։ Իրենք ուղղել ասում են, որ մենք չենք պատրաստ։ Այդ տարբերությունը հասկանում ես, այսինքն դա խաղաղության մասին չի, դա էքսպանսիայի մասին է, որովհետև դա աշխատում է միայն մի ուղղությամբ, որտեվ այստեղ են իրանց գրկաբաց իշխանությունները ընդունում եւ ամեն կերպ ցույց տալիս, որ դուք այստեղ որևէ խնդիր չունեք, արդեն գալիս են, հա, ադրբեջանցիները շրջում են իրենց դիլիջանով ֆորֆորում նկարահանումներ են անում, ինչ որ շփում են մարդկանց հետ, դա դառնալու է քիչ-քիչ new normal, հետո իրանք գալու են այստեղ ինչ որ բան վարձակալեն մնան, հետո սննդի կետեր կարող է բացվել, չէ՞, ոնց է սկզբից դերական բան, էմոցիա ստեղծվի, բան, չգիտեմ, Ադրբեջան ներդրումներ կանեն, գումար կբերեն, ու քիչ-քիչ դու ինչ որ մի օր կհասկանաս, որ այդ էքսպանսիան արդեն իրականություն է, ու պահը, այդ քրիտիկական պահը արդեն բացատրված, որպեսզի դա վերահսկես։
Հիմա ինչ է հնարավոր անել դրա դեմն առնելու համար։ Կամ ինչա պետք է անել, չգիտեմ, պետական մակարդակով, ոչ պետական մակարդակով, որտեվ հա, օքեյ, հասկացանք, սրանց վրա հույս Ունենալ դնել պետական մտածողությունն է, չէ՞ իշխանությունը, առանց դրա ոչ ոք չես կարող անել։ Դու պետք է ունենաս օրենսդրական կարգավորումներ, որոնք որ ինչ որ ձև կարողանաս վերահսկես այդ միգրացիոն process-ը։ Ինչ որ ձև կարողանաս կանխարգելել այդ ամեն ինչը։ Եթե դա խրախուսվում է իշխանության կողմից, ինչ կարաս դու անես։ Ու ես քեզ ասեմ, իրանք ինչ են ֆիքսվել այդ 300,000 թվի վրա։ Որտեվ հեշտ է դա կոնսպիրացնել է, էլի, ինձ թվում է։ Որ խնդիրը вообще թիվը չի։ Իրանք կանան սկսեն 10 հոգուց։ Մի գյուղից։ Ալիվը ասում է, չէ՞, ասում է այդ ադրբեջանցիները, որ այդ գյուղերում ապրել են, իրաց տները մենք սպուտնիկով նայում ենք, տենց բրախած թողածա։ Ասում են մեզ ձեզնից փող պետք չի, թողեք, թողան իրաց տները իրան կառուցեն, ապրեն, ինչ վատ բան ենք ձեզ ասում։ Որովհետեւ թիվը չի, որն է այդ դեպքում խնդիրը։ Փաստը։ Հա, դե հա, այդ հասկանալի է։ Այսինքն, այստեղ մանրուքները չեն էական։ Հասկանում ես, բուն փաստը արդեն ռիսկ է, արդեն վտանգ է։ Այն որ կա հնարավորություն գալ տարածվել անվերահսկելի ձևով բնակեցվել դու կարաս չիմանասել որ դա ադրբեջանցիներ են։ Իրենք կարան լինեն ռուսական պասպորտներով օրինակ։ Մի հատ հարց։ Այսպես ադրբեջանամետ քաղաքականություն, ես էլ խոսանք ու սահմանափակվենք։ Ադրբեջանամետ ակնհայտ ադրբեջանամետ քաղաքականությունն է, sense ձևակերպումը տանք։ Այս իշխանությունը սկսեցին վարել 2020 թվականի պատերազմից հետո։ Իսկ դրանից առաջ ինչ-որ դետալներ կային, որ հուշում էին, որ կարող է sense լինի։ Մի անգամից Դուշանբեից սկսած ակնհայտ էր արդեն ուղղությունը։ Շատ բարձր։ Իսկ չգիտեմ, ներքին խոսակցություններում ինչ-որ տենց արտահայտություն, ինչ-որ բաժիններ փակել, ինչ-որ տեղեր եղել է։ Կպատմես։ Չէ։ Հենց իրենց եկած առաջի օրվանից դա սկսվել է, հա։ Եթե ներքի մակարդակում ես ուզում հասկանաս, սիգնալը եղել է մի անգամից։ Չանել ոչինչ, ինչ կնյարդայնացնի ադրբեջանցիներին։ Հա, մի անգամից այդ ուղերձը եղել է։ Այո։ Հասկացա։ Դե այսքանով եւս համանապակենք այս տխուր նոտայի վրա մեր զրույցի իրականում ծիծաղում ենք, բայց շատ անհանգստացնող է ու չգիտեմ, եթե գոնե մի քանի հոգու մոտ էլ ինքնապահպանման բնազդը կվերարտնանա մեր ամենների։ Նայ, ես քաղաքացիների հետ խնդիր չունեմ, աղվանդ։ Առավել եւս վերջին ընտրություններում մարդկանց ակտիվությունը եւ անդիմանալ է իշխանության քաղաքականությանը, որ իրենք վարում են, ես պրոբլեմ չունեմ, այդ մարդիկ սա հասկացել են, ամեն ինչ գիտեն։ Հասարակության եւ ժողովրդին ինչ որ բան բացատրել, ես կարծում եմ վաղուց կարիքը չկա, որովհետեւ հասկացողները մեծամասնություն են եւ դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները։ Մարդիկ իսկապես ես վստահ եմ Նիկոլին ձեն տվողներն են այս սա հասկանում։ Այլ հարցը, որ իրանք ունեն այլ ավելի իրանց շկուրնիկական եւ անձնական մոտիվացիաներ տանելու։ Բայց իրանք էլ են դա հասկանում։ Չկա քիչ մարդ կա, որը չի հասկանում։ Կան մարդիկ, որոնք իրանց համար դա արդարացնում են, բայց չհասկացող շատ վաղուց չի մնացել մեր հասարակության մեջ ռիսկերի։ Դրա համար այդ իշխանական քարոզչությունը հասկանալ չէ, հարցը օքեյ լինել թե չլինելն է դրա հետ։ Այս ավելի վատ էդի է, քան թե չհասկանալ կամ հասկանալը։ Երբ որ դու հասկանում ես ու օքեյ ես դրա հետ, как бы ավելի վատ է իմ կարծիքով։ Լավ, օքեյ։ Բայց ես տեսնում եմ, որ մեծամասնությունը այդ ամեն ինչ հետ օքեյ չի։ Հիմա մեր գործողությունները հարց կտաս, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ես էլ չունեմ։ Մոտավոր պատկերացում անգամ չունեմ, չգիտեմ, օրենքի շրջանակներում ինչ հնարավոր անել։ Չէ, ես գլոբալ պատկերացնում եմ, բայց այդ ամեն ինչը անելու համար դու պետք է ունենաս adekvat իշխանություն։ Դա ես իր բացակայության պայմաններում եմ ասում, էլի։ Բացակայության պայմաններում, օքեյ, մենք պետք է շարունակենք այդ ամեն ինչի մասին ահազանգել, հասարակությունը ասի, հա դե զզվցրիկ, գիտենք, լուծումներ տվեք, մենք բոլորովս ցույց տանք ընդդիմությանը, ասենք։ Էսա լուծում։ Այս մարդկանցից ուզեք այդ լուծումները, որտեղ մենք մասնագետ ենք, մեր գործը վերլուծելն է, դա։ Մենք ոչ մի լծակ չունենք, ինչ որ լուծում տալու, որ հա։ Ունենք չենք խոսականենք միանգամից։ Այսօր սահմանափակենք այս ֆոնի վրա։ Շնորհակալություն Անժելա ջան, որ հյուրընկալվեցիք։
Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք լայք, զանգակ, ուղարկեք ձեր բոլոր ծանոթներին, ընկերներին, այսքանը։